AI-ի բացասական կողմերի ու մեր ապագայի մասին ըստ Իլոն Մասկի։ Լեքս Ֆրիդմանի հետ հարցազրույցում Մասկը նշել է, որ 2027 թվականից հետո հետադարձ չի լինի, ոչ թե աղետ, այլ անցումային շրջան է սպասվում։ Դա կլինի արհեստական բանականության, կյանքի իմաստի եւ նպատակների որոնման եւ էներգետիկ կախվածության շրջան։ Առաջին նախանշաններից էլ ուշադրության կոլապսն է լինելու։ Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտի հետազոտությունները ցույց են տվել, որ 2000 թվականից հետո ծնվածները ուշադրությունը կարողանում են պահել միջինում 8 վայրկյան։ Երկրորդ, արհեստական բանականության գերակայության պարագայում մարդը կկորցնի իր նպատակներն ու շատ երևույթների իմաստը, քանի որ ԱԲ-ն որոշումներ կկայացնի մեր փոխարեն եւ մեզնից լավ կհասկանա մեր կարիքները։ Եվ երրորդ նախանշանը ըստ Մասկի էներգետիկ կախվածությունն է։ Էներգիան իր արժեքայնությամբ կդառնա տարադրամի տեսակ, եւ ով տիրանա այդ պաշարներին, նա էլ իշխանություն կունենա։ Փրկությունը կյանքի իմաստին վերադառնալն է։ Մեկ այլ հարցազրույցում էլ Մասկը հայտարարել էր, որ հեռախոսները շուտով, մոտ 6 տարի անց, կվերանան։ Փոխարենը կունենանք էկրան եւ ռադիոկապ, որը չի ունենա համակարգեր ու հավելվածներ, կաշխատի միայն արհեստական բանականությամբ եւ բոլորս կլինենք մեկ ընդհանուր ցանցում։ Ըստ Մասկի տեխնոլոգիաները ուժեղ են մեզնից, բայց ոչ խելացի։ Մենք պետք է չկորցնենք մեր մարդկային պարզ գործառույթները, թույլ չտալով տեխնոլոգիաներին ամեն ինչ անել ու որոշել մեր փոխարեն։ Սպասենք զարգացումներին։